Մարտական հուշերը 94-ից են սկիզբ առնում։ Արտակի կողմից արձակված առաջին հրթիռը պայթեցրեց թշնամու տանկը։ Այդ օրվանից նա զգաց, որ մարդը կարող է առավել հզոր լինել, քան ռազմատեխնիկան։ Միայն թե պետք է անհրաժեշտ պահին առանց շփոթմունքի եւ սառնասրտորեն գործել։ Մարտակն այժմ էլ տարիներ անց հիշում է մարտական դրվագները, ասում է մոռանալ չի լինի։ Եղավ 94 թվականի հունվարի 26-ին, հունվարի 25-ի գիշեր, հունվարի 26-ի առավոտը։ Մեր հետ տեղեկից մենակ սոյտվեցինք Արտակ, Ավետիսյան Արտակ Մարլևից։ Այդ օրը ես Սահակյան սերով հետ զարգեցի 5 տան։ Հետո եկանք հետ, նորից թաղմանը, Արտակին բերեցինք, թաղումը եղավ, նորից հետ եմ գնացել դիրքերը։ Արտակը արդեն հաջորդ ամիս իր մարտական ընկերոջը սպանած հետևակի մեքենան ոչնչացրել է նույն դիրքերում, ասում է իր հիշատակ ընկերոջ։ 2 անգամ շուրջ մեջ է ընկել եւ ժամեր անց դուրս եկել։ Ապրիլի 19-ին լրիվ թուրքը ատակայր տվել Պոլնի լինիայով։ Կեսը վերցրել է։ Նորից մեր հարձակվել է իրանց վրա, որ ասենք ետ վերցնենք այդ 8 կիլոմետրը։ Վերցնելու ժամանակ, ասենք, դա եղավ ապրիլի 26-ի առավոտ, ապրիլի 25-ի գիշեր, ապրիլի 26-ի առավոտը, թուրքերը նորից հարձակվան։ Այդ օրը ես բանների, վերջի տանկ զարգելս եղավ իմ 10-րդ տանկը, որ զարգեցի, այդ օրն է վիավորվան։ Վերջին տարիներին Արտակն ընտանիքի հետ բնակություն է հաստատել Եկատերինբուրգում, անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով։ Այստեղ մամայի օգնությամբ արդեն իրանք մածել էին, շատ հպարտ էր տղես, որ պապան հերոս է, տեսել էր խաչը, ուրախացել էր, հպարտ անում են իր հորով։ Բայց ամեն դեպքում ես ասեմ, որ շատ երեխաները մեծ հայրենասիրությամբ դաստիարակված երեխեք են եւ շատ մեծ ոգևորություն ապրեցին, երբ որ 2 տարի եկան Հայաստան եւ մացան իրեն հոր գործնեության մասին, որովհետեւ տեղյակ չէին այնտեղ էլ ինքը սուսփուս, ինքը շատ քիչ խոսող է, չարդահայտվող է։ Արտակն այժմ մեկ երազանք ունի՝ առողջանալ եւ վերադառնալ Գյումրի, ապրել հայրենի հողի վրա, սեփական բնակարանում, որը որպես նվեր ստացել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Սամվել Հունանյան, Արման Կասպարյան, Օրագիծ։